Ինչու է Հայաստանում լավ կրթություն ստացած երիտասարդը հաճախ աշխատում իր մասնագիտության հետ կապ չունեցող լրիվ ուրիշ գործով։ Հայաստանում այսօր հաճախ տեսնում ենք մի ցավալի իրականություն։ Երիտասարդը տարիներ շարունակ սովորում է, ավարտում է համալսարանը, բայց հետո աշխատում է մի ոլորտում, որը իր մասնագիտության հետ գրեթե կապ չունի։ Պաշտոնական տվյալներով երիտասարդների գործազրկությունը Հայաստանում հասնում է մոտ 25-26%-ի։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 4 երիտասարդից մեկը աշխատանք չունի, իսկ շատերն էլ ստիպված աշխատում են այնպիսի ոլորտներում, որը ոչ մի կապ չունի իրենց կրթության հետ։ Ինչու է սա տեղի ունենում, որովհետև մեր կրթական համակարգը հաճախ տալիս է դիպլոմ, բայց ոչ այն հմտությունները, որոնք պահանջում է տնտեսությունը։ Բուհերը շարունակում են պատրաստել հազարավոր իրավաբաններ եւ տնտեսագետներ, մինչդեռ տնտեսությունը ավելի շատ կարիք ունի ինժեներների, ծրագրավորողների, տեխնիկական եւ արտադրական մասնագետների։ Արդյունքում առաջանում է մի վտանգավոր պարադոքս. գործատուն ասում է մասնագետ չկա, իսկ երիտասարդն ասում է աշխատանք չկա։ Համեմատեք օրինակ Գերմանիայի եւ Ավստրիայի հետ, այդ երկրներում գործում է երկակի կրթության համակարգը։ Այդ պատճառով երիտասարդների գործազրկությունն այնտեղ հաճախ ընդամենը 7-8% է։ Հայաստանում այն 3 անգամ ավելի բարձր է։ Սա նշանակում է, որ կրթությունը պետք է կապել տնտեսության հետ, պետք է զարգացնել տեխնիկական կրթությունը, արտադրությունը եւ բարձր տեխնոլոգիաները, որպեսզի երիտասարդը կարողանա աշխատել իր մասնագիտությամբ եւ արժանապատիվ ապրել իր երկրում, որովհետեւ պետության ուժը սկսվում է մարդուց։ Երբ մարդն ունի կրթություն, աշխատանք եւ արժանապատիվ կյանք, այդ ժամանակ է նա կառուցում ուժեղ պետություն։